Ավետարան ըստ Մատթեոսի, գլուխ 1. Հիսուս Քրիստոսի ծննդաբանությունը։ Հիսուս Քրիստոսի Դավթի որդու Աբրահամի որդու ծննդաբանությունը։ Աբրահամից ծնվեց Իսահակը, Իսահակից Հակոբը, Հակոբից Հուդան և նրա եղբայրները։ Հուդայից և Թամարից ծնվեցին Փարեսն ու Զարան, Փարեսից Եզրոնը, Եզրոնից Արամը, Արամից ծնվեց Ամինադաբը, Ամինադաբից Նաասովնը, Նաասովնից Սաղմոնը, Սաղմոնից և Ռաքաբից ծնվեց Բոոսը, Բոոսից և Ռութից Օվբեդը, Օվբեդից Հեսսեն, Հեսսեից ծնվեց Դավիթ արքան, Դավթից և Ուրիայի կնոջից ծնվեց Սողոմոնը, Սողոմոնից ծնվեց Ռոբովամը, Ռոբովամից Աբիան, Աբիայից Ասափը, Ասափից ծնվեց Հոսափատը, Հոսափատից Հորամը, Հորամից Ոզյան, Ոզյայից ծնվեց Հովաթամը, Հովաթամից Աքազը, Աքազից Եզեկյան, Եզեկյայից ծնվեց Մանասեն, Մանասեից Ամովսը, Ամովսից Հովսյան, Հովսյայից ծնվեց Հեքոնյան և նրա եղբայրները Բաբելոնյան գերության ժամանակ։ Բաբելոնյան գերությունից հետո Հեքոնյայից ծնվեց Սաղաթիելը, Սաղաթիելից Զորաբաբելը, Զորաբաբելից ծնվեց Աբիուդը, Աբիուդից Եղիակիմը, Եղիակիմից Ազովրը, Ազովրից ծնվեց Սադովկը, Սադովկից Աքինը, Աքինից Եղիուդը, Եղիուդից ծնվեց Եղիազարը, Եղիազարից Մատթանը, Մատթանից Հակոբը, Հակոբից ծնվեց Հովսեփը, Մարիամի ամուսինը, որի հետ նշանված էր կույս Մարիամը, որից ծնվեց Հիսուսը, որն անվանվեց Քրիստոս։ Արդ Աբրահամից մինչև Դավիթ բոլոր սերունդները 14-ն են, Դավթից մինչև Բաբելոնյան գերությունը 14 սերունդ և Բաբելոնյան գերությունից մինչև Քրիստոս 14 սերունդ։ Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ. նրա մայրը Մարիամը նշանված էր Հովսեփի հետ։ Նախքան նրանց մերձենալը Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։ Հովսեփը նրա ամուսինը, քանի որ արդար էր և չէր կամենում նրան խայտառակել, մտածեց լռելիայն արձակել նրան։ Մինչ նա այս մասին էր մտորում, ահա տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց. «Հովսեփ, Դավթի որդի, մի վախեցիր քեզ մոտ վերցնելու Մարիամին, քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։ Նա մի որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից»։ Այս ամենը եղավ, որպեսզի իրականանա Տիրոջ կողմից Եսայի մարգարեի միջոցով ասվածը. «Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ»։ Հովսեփը քնից արթնանալով արեց այնպես, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայել էր իրեն, և իր մոտ առավ իր կնոջը, բայց նրա հետ չհարաբերվեց, մինչև Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն, որի անունը Հիսուս դրեց։ Գլուխ 2. Մոգերի երկրպագությունը։ Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում Հերովդես արքայի օրերին, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ և ասացին. «Որտե՞ղ է հրեաների նորածին արքան, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու»։ Երբ Հերովդես արքան լսեց, խռովեց, և նրա հետ ամբողջ Երուսաղեմը։ Եվ ժողովելով բոլոր քահանայապետերին ու ժողովրդի դպիրներին, հարցրեց նրանց, թե որտեղ էր ծնվելու Քրիստոսը։ Նրանք պատասխանեցին նրան. Հրեաստանի Բեթլեհեմում, որովհետև մարգարեի միջոցով այսպես էր գրված. «Եվ դու Բեթլեհեմ Հուդայի երկիր, բնավ փոքրագույնը չես Հուդայի քաղաքների մեջ, քեզնից մի իշխան կելնի ինձ համար, ով կհովի իմ ժողովրդին Իսրայելին»։ Այն ժամանակ Հերովդեսը գաղտնաբար կանչեց մոգերին և նրանցից ճշտեց աստղի երևալու ժամանակը։ Ապա նրանց Բեթլեհեմ ուղարկեց ասելով. «Գնացեք, ստույգ տեղեկացեք մանկան մասին, և երբ գտնեք մանկանը, իմաց տվեք ինձ, որպեսզի ես էլ գամ և երկրպագեմ նրան»։ Նրանք թագավորին լսելուց հետո ճանապարհ ընկան։
Եվ ահա այն աստղը, որը տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ ու կանգ առավ այն տեղի վրա, որտեղ մանուկն էր։ Աստղը տեսնելուն պես չափազանց մեծ ուրախություն ապրեցին։ Երբ տուն մտան, տեսան մանկանն իր մոր Մարիամի հետ և առջևն ընկնելով երկրպագեցին նրան։ Ապա բացելով իրենց գանձատուփերը, նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և սմուրց։ Երազի մեջ Հերովդեսի մոտ չվերադառնալու հրաման ստանալով, ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։ Փախուստ Եգիպտոս։ Երբ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին և ասաց. «Վեր կաց, վերցրու մանկանն ու նրա մորը և փախիր Եգիպտոս, այնտեղ մնա, մինչև ասեմ քեզ, որովհետև Հերովդեսը փնտրում է մանկանը նրան սպանելու համար»։ Հովսեփն արթնացավ, գիշերով վերցրեց մանկանն ու նրա մորը և հեռացավ Եգիպտոս, որտեղ մնաց մինչև Հերովդեսի վախճանը, որպեսզի իրականանա Տիրոջ կողմից մարգարեի միջով ասվածը. «Եգիպտոսից եմ կանչելու իմ որդուն»։ Բեթխեհեմի մանուկների կոտորածը։ Երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվել է, սաստիկ բարկացավ, մարդ ուղարկեց ու կոտորեց Բեթխեհեմում ու նրա շրջակայքում գտնվող 2 տարեկան ու ավելի փոքր բոլոր մանուկներին, ըստ այն ժամանակի, որը ճշտել էր մոգերից։ Այն ժամանակ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասվածը. «Մի ձայն գուժեց Ռամայում, ողբ, հեծեծանք ու սաստիկ լացուկոծ»։ Ռաքելը լալիս էր իր զավակների համար և չէր ուզում մխիթարվել, քանի որ նրանք այլևս չկային։ Վերադարձ Եգիպտոսից։ Երբ Հերովդեսը վախճանվեց, ահա Տիրոջ հրեշտակը Եգիպտոսում երազի մեջ երևաց Հովսեփին և ասաց. «Վեր կաց, վերցրու մանկանն ու նրա մորը և գնա Իսրայելի երկիրը, որովհետև մեռան նրանք, ովքեր մանկան մահն էին ուզում»։ Եվ Հովսեփը վեր կացավ, վերցրեց մանկան ու նրա մորը և եկավ Իսրայելի երկիր։ Բայց երբ լսեց, թե Արքեղայոս է թագավորում Հրեաստանում իր հոր Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ և երազի մեջ հրաման ստանալով գնաց Գալիլեայի կողմերը։ Եկավ բնակվեց Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի իրականանար մարգարեների այն խոսքը, թե Նազովրեցի է կոչվելու։ Գլուխ 3. Հովհաննես Մկրտչի քարոզչությունը։ Երբ ժամանակը հասավ, Հրեաստանի անապատում երևաց Հովհաննես Մկրտիչը։ Քարոզում էր և ասում. «Ապաշխարեցեք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։ Հիրավի սա է նա, որի մասին խոսվել է Եսայի մարգարեի միջոցով, որ ասում է. «Մի ձայն է գոչում անապատում. պատրաստեք Տիրոջ ճանապարհը և ուղիղ դարձրեք նրա շավիղները»։ Հովհաննեսը հագնում էր ուխտի բրդից հագուստ և կաշվե գոտի իր մեջքին, նրա կերակուրը մորեխ էր և վայրի մեղր։ Այդ ժամանակ նրա մոտ էր գնում ողջ ժողովուրդը Երուսաղեմից, ողջ Հուդայից ու Հորդանի բոլոր շրջաններից, նրա կողմից մկրտվում էին Հորդանան գետում իրենց մեղքերը խոստովանելուց հետո։ Տեսնելով, որ շատ սադուկեցիներ ու փարիսեցիներ եկել են մկրտությանը, Հովհաննեսը նրանց ասաց. «Իժերի ծնունդներ, ով ձեզ ասաց, թե այսպիսով կարող եք փախչել Տիրոջ գալիք բարկությունից։ Այսուհետև ապաշխարության արժանի ապացույց տվեք և մի փորձեք ինքներդ ձեզ ասել. մենք իբրև հայր ունենք Աբրահամին։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։ Որովհետև կացին նահա ծառերի արմատի մոտ է դրված. ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կկտրվի և կրակը կգցվի։ Ես ձեզ մկրտում եմ ջրով, ապաշխարության մկրտությամբ, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ նրա կոշիկներն անգամ տանելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով։ Նրա քամհարն իր ձեռքում է, կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանների մեջ, իսկ հարդը կայրի անշեջ հրով։ Այդ ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան Հովհաննեսի մոտ նրանից մկրտվելու։ Հիսուսի մկրտությունը։ Բայց Հովհաննեսը կանխեց նրան և ասաց. «Ես պետք է քեզնից մկրտվեմ, և դու ես ինձ մոտ գալիս»։ Հիսուսը պատասխանեց նրան, ասելով. «Թույլ տուր, որ այժմ, որովհետև Աստծո ծրագիրն այս է, որ մենք կատարենք ամբողջ արդարությունը»։ Այն ժամանակ Հովհաննեսը թույլ տվեց նրան մկրտվել։ Հիսուսը մկրտվելուց հետո իսկույն դուրս ելավ ջրից, և ահա երկինքը բացվեց նրան, և տեսավ Աստծու Հոգին, որ իջնում էր ինչպես աղավնի և գալիս էր իր վրա։
Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա է իմ սիրելի որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։